Խստորեն դատապարտում ենք եւ մեր մտահոգությունն ենք հայտնում Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այսպիսի բովանդակությամբ հայտարարություն տարածել են միանգամից 10 հասարակական կազմակերպություններ։ Նրանք ընդգծում են հանգամանքը, որ Դավիթ Մինասյանը 18 տարեկան է, դեռևս դպրոցական եւ ունի ազատազրկման հետ անհամատեղելի առողջական խնդիրներ։ Նման պայմաններում կալանավորումը նրա նկատմամբ ընտրվել եւ կիրառվում է կամայականորեն, առանց բավարար հիմնավորման եւ համաչափության սկզբունքի պահպանման, որպես պատիժ, ինչպես նաև վախի մթնոլորտ տարածելով հասարակության շրջանում, մասնավորապես նշում են հասարակական կազմակերպությունները։ Հաշվի առնելով վերոգրյալը, նրանք պահանջում են անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը եւ իրականացնել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի անկախ, անաչառ եւ բազմակողմանի քննություն, երաշխավորելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները։ Իսրայելի պաշտպանության բանակն ավարտեց հարվածների ալիքը Թեհրանում իրանական ահաբեկչական վարչակարգի թիրախների ուղղությամբ։ Վաղ առավոտյան այս բովանդակությամբ նամակ է հրապարակել Իսրայելի բանակը։ Ըստ ամենայնի այդ թիրախները քաղաքացիական հատվածում են, քանի որ իրանական լրատվամիջոցները հայտնում են Թեհրանի բնակելի տարածքների վրա հարձակումների մասին։ Օրինակ հարվածներ են հասցվել Շարիֆի համալսարանի գազալցակայանին, ինչի հետևանքով քաղաքի որոշ հատվածներում գազամատակարարման ընդհատումներ են գրանցվել։ Թեհրանից հարավ-արևմուտք գրանցված հարվածների հետևանքով էլ առնվազն 13 մարդ է մահացել։ Միայն նախօրեի հարվածների արդյունքում մահացել է նաև 6 երեխա։ Նույնքան փոքրիկ էլ վիրավորվել է Իսրայելի կենտրոնական հատվածին Իրանի պատասխան հարվածներից հետո։ Բեկորները հասել են 15 տարբեր հատվածների։ Հայֆայում էլ 2 զոհ կա իրանական բալիստիկ հարձակման հետևանքով։ Առավոտյան թիրախավորվել են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմական օբյեկտները, կիրառվել են հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Իրանի կենտրոնական ռազմական հրամանատարությունը նաև զգուշացրել է շատ ավելի կործանարար պատասխան գործողությունների մասին, եթե հակառակորդը կրկին թիրախավորի քաղաքացիական օբյեկտները։ ԱՄՆ-ն, Իրանը եւ տարածաշրջանային միջնորդների խումբը քննարկում են 45-օրյա հնարավոր հրադադարի պայմանները, որը նաեւ կարող է հանգեցնել պատերազմի մշտական դադարեցմանը։ Այս մասին հայտնել է Axios-ը, վկայակոչելով բանակցություններին ծանոթ ամերիկյան, իսրայելական եւ տարածաշրջանային միանգամից 4 աղբյուրների։ Սպիտակ տունը եւ ԱՄՆ պետդեպարտամենտը դեռևս չեն արձագանքել մեկնաբանությունների հարցումներին։ Ըստ տեղեկությունների միջնորդները քննարկում են երկփուլ գործարքի պայմանները։ Առաջին փուլը կլինի 45-օրյա հրադադարը, որի ընթացքում կողմերը կբանակցեն պատերազմի վերջնական դադարեցման շուրջ, իսկ երկրորդ փուլը կլինի բուն պատերազմի ավարտի համաձայնագիրը։ Դոնալդ Թրամփը ըստ ամենայնի 24 ժամով երկարաձգել է Իրանի համար սահմանված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը վերաբացելու շուրջ համաձայնության գալու համար։ Հակառակ պարագայում Թրամփը սպառնացել է, որ երկիրը կբախվի ենթակառուցվածքների վրա կործանարար հարձակումների։ Երեքշաբթի արևելյան ժամանակով 20-ին գրել է նա իր Truth Social հարթակում։ Սա նշանակում է, որ պայմանագիրը կնքելու համար Իսլամական Հանրապետությունը մինչև վաղն առավոտ ժամանակ ունի։ Իրանի ռազմածովային հրամանատարությունը արդեն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին, հիշեցնելով, որ Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախապատերազմյան վիճակին։ Նեղուցը մշտապես փոխված կլինի հատկապես Ամերիկայի եւ Իսրայելի համար, ասվում է պատասխանում։ Հում նավթի գինը կրկին աճել է, քանի որ Մերձավոր Արևելքում պատերազմը շարունակում է սահմանափակել համաշխարհային էներգակիրների մատակարարումները։ Brent տեսակի նավթի գինն աճել է 1,16%, հասնելով $110.3 իսկ ամերիկյան WTA տեսակի նավթը թանկացել է 1,86%, այն արժե $113.6 մեկ բարելի դիմաց։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արցախի պատկանելիության հարցում վերջնական որոշումը կայացրել է բացառապես պաշտոնական Երևանը։ Ռուսաստանի իշխանությունները հորդորում են այս թեման քննարկելիս այլևս զերծ մնալ Մոսկվային ուղղված անտեղի հղումներից։ Այս կտրուկ պնդումը հաջորդել է Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, թե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվել է հենց Ռուսաստանի դիրքորոշման ազդեցությամբ։ Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանը որևէ առնչություն չունի Երևանի ընդունած ինքնիշխան որոշումների հետ։ Մոսկվան միաժամանակ արձանագրել է Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության գործող համակարգերի սկզբունքային անհամատեղելիությունը։
Դաղստանում մարտի 27-ին սկսված հորդառատ անձրևները շարունակվում են մինչ օրս։ Մախաչկալայում ռեկորդային տեղումների պատճառով հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։ Տարերքը հանգեցրել է տասնյակ տների հեղեղման, մարդկանց տարհանման եւ Խասավյուտ Կադի յուրտ հատվածում երկաթուղային կամրջի փլուզման։ Դաղստանի ավելի քան 327,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Նախորդին էլ ջրհեղեղի պատճառով բնակելի շենք է փլուզվել։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները 4 հարևան շենքերից տարհանել են մոտ 300 մարդու, որոնցից 100-ը երեխաներ են։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Մախաչկալայի վարչակազմից պարզաբանել են, որ իրավիճակի պատճառը ոչ միայն հորդառատ անձրևներն են, այլև հեղեղատար հզոր հոսքը։ Այն արագորեն տարածվել է քաղաքով մեկ եւ կրիտիկական ծանրաբեռնվածություն ստեղծել կոմունալ համակարգի վրա։